Հրեշտակները, պահապան հրեշտակները, մեր երկնային դրապերները մեր հետ խոսում են նաև մեր երազների միջոցով։ Գիտեք ինչ, երազը դա շատ կարևոր բան է մարդու կյանքի մեջ։ Շատ դեպքերում մարդիկ համարում են, թե արթմին կյանքը դա ավելի կարևոր է, քան երազը, ոչ սիրելիներս։ Երազը, քունը ավելի կարևոր է։ Բժիշկներն ասում են, որ մարդը քնի ժամանակ վերականգնում է իր օրգան համակարգը, վերականգնում է իր մարմինը, իր հորմոնալ ֆոնը, բացի դրանից, որ մարդը վերականգնում է իր մարմինը, իհարկե Տիրոջ Աստծո կամքով, որովհետև Աստված եթե չլինի, այս մարդ օրգանը, այս ուղիղ համակարգը չի լինի։ Ամեն ինչի մեջ էլ Աստվածության արարչի ձեռքի ներկայությունն է։ Մարդը չի կարող այսպես կատարյալ լինի, տիեզերքը կատարյալ լինի առանց տիեզերական ուժի ներկայությունով։ Գիտեք ինչ, սիրելիներս, ձեր ինտուիցիան, ձեր ներքին ձայնը, նաև ձեր երազները, դրանք շատ կարևոր բան են։ Շատ դեպքերում գիտնականները համարում են, որ քունը դա մավան կարճ տեսակն է։ Ուղղակի մավան ժամանակ մարդը երկարատև քուն է մտնում։ Բայց մահը, սիրելիներս, դա ուղղակի մարդու մարմնի մահն է։ Դա հոգու մարդու էներգետիկ դաշտի մահը չէ։ Եվ մարդը իր մահվան փոքր դրվագները ապրում է իր քնի ժամանակ, իր երազների մեջ։ Եվ ինքնըստինքյան այն մարդիկ, ովքեր որ տիեզերքի հետ, Աստծո հետ կապ ունեն, իրենք երազների միջոցով իրենց խնդիրների լուծումը տեսնում են։ Երազները դա նույնպես պահապան հրեշտակների ուղարկած լուրի մեթոդ է, միջոց է, որով մարդը իր հարցերի, իր խնդիրների պատասխանն է տեսնում, իրեն սպասող վտանգներն է տեսնում, իրեն սպասող հաջողություններն ու առաջխաղացումներն է տեսնում։ Ուշադրություն դարձրեք ձեր երազներին։ Կարողացեք ձեր երազները ճիշտ մեկնաբանեք։ Ճիշտ մեկնաբանություն տվեք։ Ուղղակի մարդիկ կան, որ իրենք իրենց երազները չեն լույս աշխարհանում։ Ես խորհուրդ եմ տալիս նման մարդկանց,